Բայց ազգային ժողովն դրա համար է, որպեսզի վերահսկի կառավարության գործունեությունը եւ ծրագրային շեղումներ հայտնաբերելու դեպքում սկսի վարչապետին անվստահություն հայտնելու անլուրջ, մտ խնդրում եմ ասեք, այնը որ ասում է անլուրջ է։ Էսա լուրջ, այսինքն որ կառավարությունը ծրագիր ունենա ու իր ծրագիրը չկատարի, դա լուրջ է։ Ու եթե քաղաքացին այդ հարցը բարձրացնում ասում է ձեր գործով զբաղվեք, բարձրացնում որ դա անլուրջ է, բայց լուրջը ո՞րն է։ Մա թիվ ասեք։ 10 Դու կտանես կբերես այն ամենացավոտ տեղերին կխփես։ Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, ուշադրություն 10-րդ էջն է։ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը եւ կայունությունը, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հիմա ձեր ասածը ձեր դուրն եկա 10-ն էր։ Հիմա կառավարությունը այս ծրագիրը իր կատարում է, ու սա լուրջ է, այսինքն կարելի է մարդկանց խաբել ամբողջ ժողովրդին, առաջին էջում գրել են Կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության, այդ 2050-ը որ Հայաստանը ֆուտբոլ չեմպիոնն է։ Դրա վրա Այսինքն կարելի է գնալ ընտրությունների, համատարած ժողովրդին խաբել, գրել այս ծրագիրը, գալ ազգային ժողովում հավանության, բայց անել Ալիևի պահանջները։ Ու դա լուրջ է։ Ու երբ որ մենք Հայաստանի քաղաքացիներով ասում ենք հələ մատ լրջացեք, ձեր գործով զբաղվեք, ասում են, «Ինչ անլուրջ նախաձեռնություն է»։ Ոնց կարան ԿՊ-ականները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն։ ԿՊ-ական չէ՞ մեր հարգարժան Աննա Գրիգորյանը։ Դեսավ դավաճանախումբա դուրս եկավ հիմա դեմներն է պայքարում։ ԿՊ-ական չէր Թաքուի Թովմասյանը։ Դեսավ դավաճանախումբա դուրս է եկել պայքար է տանում դրանց դեմ։ Տեսեք քանի մարդիկ, քանի կուսակցություններ են ի սկզբանե աջակցել Նիկոլ Փաշինյանին։ 18 թվականի կառավարությունում ովքեր էին կոալիցիա։ Մանեթ Հանդիլյանը, Մեսրոպ Առաքելյան իր նախարարները չէին։ Արթուր Խաչատրյան, Արծիվ Մինասյանը նախարարները չէին։ Մեհեր Գրիգորյանն է մենակ մնացել Սովետական միլիցիայի նվեր Անդառամեջ գեղի հասարակությանը։ Նախին քպականները եւս, հա, որ կաղազային ռազմագործընթաց է սկսել, ու ինքն էլ ասում է, որ պատրաստ է ձեզ հետ, ժողովրդի ենք, ասում է, որ պատրաստ է ձեր տրամաբանության մեջ է, երկու նախաձեռնություններն են, ու պատրաստ է քննարկումներ սկսել, թեկուզ հենց վարչապետի տեխնացու։ Բացի դրանից նաև նշել էր, որ քպական վարչապետի տեխնացու կարող են լինել նախկին քպականներ։ Դա իր մոտեցումն է, ես նորից եմ ասում, իր հայտարարությունները ձեռնությունը մեր տրամաբանությանը չի հակասում, որովհետև մենք ասում ենք դուք падգամավորներ եք, մենք բոլորին ենք դիմել։ Падգամավորները պիտի վերահսկեն կառավարությանը եւ եթե ծրագրի շեղումներն սկսեն անվստահության գործընթաց։ Թե անվստահության գործընթացում որ падգամավորը ինչ պատկերացումներ ունի, դա իր իրավունքն է։ Ես չեմ կարող Հովիկ Աղազյանին ասել, թե ինքը վարչապետի տեխնացուի ընտրության հարցում ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Եթե նա գտնում է, որ դա պիտի լի ԿՊ-ից երբևէ համագործակցած մի գործ, դա իր պատկերացումներ է։ Ես չեմ կարող падգամավորի որոշման վրա ազդեցություն ունենալ, բայց մյուս падգամավորներն էլ կաշկանդված չեն Հովիկ Աղազարյանի դիրքորոշումով, այսինքն այլ падգամավորներ կարող են այլ մոտեցումներով առաջնորդվել եւ ամեն մեկը սկսի իր այս պահին ազգային ժողովում ըստ ազգային ժողովի կանոնակարգի կարող է սկսել 107 գործընթաց վարչապետին անվստահություն հայտնելու մասին, ամեն մեկը իր վարչապետի որից հետո քաղաքական քննարկումները, որ ասում եք պարոն Աղազարյանը պատրաստ է քաղաքական քննարկումներ, ինչը որ նորմալ է, էլի, պիտի բերեն հանգեցնեն եւ վերջո ամենառացիոնալ, ամենաարդյունավետ որոշումներին։ Իսկ քաղաքական գործիչները դրա համար են, որ քննարկումների արդյունքում կան ռացիոնալ որոշումներին, այլ ոչ թե պետության սահմանադրական կարգի հիմունքները տապալեն ու նստեն նայեն իրար երես, ասեն դե գիտեք ինչ, հիմա դրա ժամանակը չի, փողոցում զանգված չկա, ավանսով ու падգամավոր բերող չկա։ Դե եկել են որ բերեմ այդ падգամավորները, ով էր այդ մասին խոսում, թող գա միասին բերենք, ասենք ես մենակ պիտի բերեի, դե թող գային ազգային ժողովի падգամավորները ինչ է, մասնավորապես օրինակ ասենք Հայաստան Դաշինքի գործընկերը, որ ինձ ասում է գնա падգամավոր բերեք, ելի Ռուբինյանին բերեի։
Հիմա եք գայեք ձեր ազգային ժողովի փոխնախագահին չեն թողնում, չեն մտնեմ ներս, պատգամավորին խո չեն կարա չթողնեն։ Դոմա մտնեին ներս, ասել հլմա տարիստ է, ասել ով ես դու որ քաղաքացու ընդունելություն ես հայտարարի, քաղաքացին եկելա չես ընդունում։ Բա պայքարը ո՞նց է ալնում։ Միասնական ջանքերով ալնում, չէ, ծիծաղի առարկա է։ Ուզում եք հայհոյեք ինձ հասկանում եք, ուզում եք թող ես այդ վիրավորանքները անձնական չեմ ընդունում։ Բացարձակապես, որովհետև իմ պայքարը իմ անձնական խնդիրների համար չի, որ այդ պայքարի շրջանակներում էլ մեկ ինձ վիրավորի, ես անձնապես վիրավորվեմ, նեղանամ, խռովեմ, ես սրանով չզբաղվեմ։ Ուզում են թող ամենավերջի հայհոյանքները տան, այդ հայհոյանքները ես ինձ վերաբերելի չեմ համարում։ Սա շատ լուրջ գործընթաց է, ունենալու է արդյունք, ինչքան էլ ուզում է Ռուբինյանը խուսափի կամ մյուսները խուսափեն, ինչքան էլ ու կտեսնեք, թե այս ամեն ինչին հասարակությունը ինչ վերաբերմունք է ցուցաբերելու։ Եթե մի օր ես խնդրեմ ժողովրդին, որ գան Ռուբինյանի հետ միասին ես գնամ հանդիպման, ուստեղ լինի 100,000 մարդ։ Այդ վաղ մենք սաղս պիտի գնանք Ռուբինյան ման գանք։ Այդ օրը լինելու է։ Այդ դեպքում կարող հայտարարեք Զիրանը որպես վարչապետի տեխնո։ Ես նման հավակնություններ չունեմ եւ կարծում եմ, որ այդ հարցը պատգամավորների որոշման տիրույթում է։ Ես ինքս նման հավակնություններ չունեմ։ Այդքան մարդ պարտադիր չի որ հավաքվի, որ նախաձեռնության հեղինակը հավակնություն ցուցաբեր։ Այդքան մարդ կարա հավակնի եւ ցանկացած ուրիշ մեկը դառնա վարչապետ։ Ի նպատակը այնա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, ոչ թե ինչ որ մեկին վարչապետ կարգելը։